Այսօրվա համար մսով կոլոլակ եմ եղել։ Պիքչեր ոլոր եմ լցրել ես անգամ ընդհանրապես չեմ լսում, մենակ բրինձ եմ անում, մեկ կարող է գազար լցնեմ մեջը, այսօր կանաչ ոլոր եմ լցրել։ Ցույց տամ մոտիվացիա կարող է դուք էլ որոշեք դրանից եպեք այսօր։ Բարի սիրելիներս, ես էլի դրսերից եմ ձեզ բարևում, գործի եմ գնում, նայեք էլ ինչքան հեծանվորդներ կան։ Այսօր լիքը հեծանիվներ կան դրած վարձով։ Քան որ աշնանային արձակուրդները սկսվել են, վերջապես հստակ իմացա, որ սկսվել են, անցյալ բլոգի մեջ ասեցի, հաստատ չգիտեմ, արձակուրդա թե չէ, բայց արձակուրդները սկսվել են, ինքան շատ մարդ կա, երեխեքի հետ գնացքի մեջ են շատ, այստեղ կայարանում մի կերպ անցա, մեկ մարդիկ ռոբոտի նման են դիմացին ինչ անում են, ետևիններն էլ հետը անում են, ուրեմն այդ մի կողմը, որ բարձրանում ենք, այն մյուս կողմից իջնում են, դե շինարարությունը մի քիչ խառն է, էլի այստեղ կայարանում, այդ բարձրանալու կողմը այնքան մարդ կար, որ աստիճաններով անհնար էր բարձրանալ, պետք է ստիպված, այսպես իրանք ինչ անում են, ետևներից անես, տեսնում են իջնելու կողմը ազատ, այ մարդ ասեցի, չեն ֆայում, որ մի քանի հոգի այդ կողմով բարձրանան, ես գնացի այն կողմով արագ, այդ մարդկանց շրջանցեցի, եկա հասա, չնայած տրամվայից չկա, պետք է սպասեմ, 13 աստիճան է հիմա, անձրև չկա, բայց խոստանում ա ոնց որ, ես լվացքը փռել եկել եմ, Աշոտին խնդրել եմ, որ հանկարծ անձրև գա, շորերը տանի ներս սուշիլկայի մեջ գցի։ Այդպես իրենն դե դուրսը փռած լավ է, չի անուշոտ է գալիս, որ դուրսն ենք փռում, կապ չունի, արևա թե արև չի, մեկը շատ հաճելի է, որ դուրսում փռում ես, մի քիչ թարմոտ է կպտում։ Այդպես դե խանութում էլ այնքան մարդ կար, այս 3 առաջին օր դե աշխատում էի, չէ, այդ արձակուրդի պատճառով, այն ինչ էին անում, աֆղան կանայք կային Աֆղանստանցի, այդ իրանց հագու կապով, գլուխները կապած բան, հատակին նստած, լիքը մի 3-4 հոգով իրար հետ հարսակվեցին մեր բաժնի վրա իրանց մի քանի, չգիտեմ ամեն մեկը քանի երեխա ուներ, վերջը մի խումբ երեխա, մի մանկապարտեզի հետ այսպես ասեմ, այն մեկը նստել է գետնին, երեխին է կերակրում, ոտերը փռել է այսպես, այդ փոքր միջանցքով անցնել չի լինում, այն մյուսները, երեխեք էին ինչ էին անում, վայ Աստված ջան, ու չեն էլ կարում խոսան, այդ կին ընդհանրապես չէր էլ կարում խոսար, երևի իր երեխաներ, չգիտեմ, փոքր երեխա էր, երևի 2-3 տարեկան, եկել է իրաց լեզվով ինձ բան է հարցնում, ասում ինչ ես ասում, ինչ պիտի ասի երեխան չի խոսում հոլանդերեն, իրաց լեզվով է խոսում, տես այդ կին ինձ նայում, ասում ինչ է ասում երեխան, ինքն էլ չի խոսում, որ ասի ինչ է ուզում, երեխան ինչ է ուզում, տես կինը գոռաց մի ուրիշ կնոջ, որ իրար հետ էին, այն մեկը եկավ խոսում էր հոլանդերեն, ասում ես երեխան ինչ է ուզում, ասում է հեչ, բան չի ուզում, վայ Աստված ջան, վերջը ինչ որ մինչև դրանք մեր բաժնից գնացին, ես ինձ համբերություն էի մաղթում, դե քանդում, խառնում, չգիտեմ, վերջը, աղմուկը շատ, ինչև է ժողովուրդ ջան, էլի սկսեցի գործից բողոքել, չէ, լավ, թեման փոխեմ ուրեմն, տրամվայի կանգառը փոխել է, այնտեղ գործ են անում, այս շենքը ճիշտն ասած չգիտեմ ինչ շենք է, ժամանակ չունեմ, որ մոտենամ նայեմ, կարող է լի քաղաքապետարան բան ագենտի, չգիտեմ ճիշտն ասած, ահա, այստեղ եմ արդեն գալիս իջնում, մի քանի մետր այն հին կանգառից վերև, հիմա արագ պետքա գնամ, արև էլ դուրս եկավ, տեսնում եք, Դպրոցի արձակուրդներն են, կարուսել են դրել, միշտ մի հատ այսպես կարուսել են բերում դնում, այս արձակուրդների ժամանակ
տաճարի մյուս կողմից Ես գեղեցկուհիներին, ես ինչ փոքր մինի վարդեր են, ինչքան սիրուն են, բա սրանք շատ սիրուն են, ժամանակ չունեմ երկար նայելու, պետքա գնամ գործից Շուշանը, ոսկու խանութ, հա? Մի հոգի են թողնում, մեկ են թողնում ներս, հերթ էր դուրսը, վախենում են գողություն անեն երևի։ Սիրուն դետում են սարքել։ Մի հատ հայն եմ մտնեմ, տեսնեմ էստեղ ինչ կա, ես ինձ սիրուն բաճկոնա, էստեղի շորերը շատ որակով են, սիրուն են շատ։ Գները մի քիչ բարձր են, բայց շատ որակով լավ շորեր են։ Դարշնագույնը այս տարի մոդա է շատ ու շատ սիրուն է։ Բեժ, այս կոստյումը սիրուն է էլի։ Այստեղ էլ մի փոքր նայեմ, այս հենց այդ կոստյումի հետ սիրուն կլիներ, կամ այս ժիլետների, հա։ Այս իմ ժիլետից է։ 20% զեղչ, ընդվետել եմ, որ բրենգ, հա, հին հակուսները բերեք, ասում է, հին բաճկոնը բերեք, ու նուրը առեք, մինուս 20% զեղչով։ Մտնեմ մի հատ լոլա լիզա նայեմ ինչ կա չկա։ Այս բաճկոնները հին բաճկոնը կարան բերեն, նոր բաճկոնը 20% զեղչով առնեն, այս մեկը արժեր 80 եվրո, 79-99, այս բորդոյի սիրունա, սիրուն գույնը ավելի շուտ, շատ սիրուն գույնը, համ բորդոն, համ էլ բեժը, գնանք առաջ, տեսնենք ինչ կա, այս դիմացի մասը նայեմ ու գնամ, այդքան ժամանակ չունեմ, շատ սիրուն գույներ են, պայծառ գույներ են ժիլետները, այս բաճկոնը մի քիչ որ երկար լիներ մինչև ծնկներս լավ կլիներ, գույնը սիրունա, սիրուն բաճկոնը։ Այստեղ էլ շատ որակով են հագուստները, այս արժի 100 եվրո, շատ սիրուն գույնա ու սիրունա, որակը շատ նուրբ է, լավն է։ Այս վերնաշապիկն էլ է սիրուն, վրան ասեղնագործած, ինչ արժի, 46 եվրո, սիրունա։ Նուրբ սիրուն բաներ են, ես չգիտեմ լոլա լիզա եվրոպական մյուս երկրներում կա, թե չկա, թե մենակ էստեղ Բելգիայում է, եթե ձեր երկրներում էլ կա, գրեք իմանամ, ժողովուրդ ջան։ Փաստորեն բորդոյ գույնն էլ է մոդա, շատ կա բորդոյ լոլա լիզայում։ Սրանք էլ են սիրուն ժակետներ, ես արդեն մեջ խանութում եմ նկարում, սիրուն են չէ, նախշուն գույներով, արժի 18 եվրո, շատ սիրուն են։ Ասել աղջիկաս էլ դարակներում տեղ չունենք շոր դնելու, բայց մեկը էլի նայում ենք, այս էլ սիրուն, բանի հարչելնեինք, առնեինք, հակնեինք, լավ տակ կտուրա, 20 եվրո արժի, մատչելի այս, մեր մոտ գները մատչելի են, այս էլ արեստական կաշի, լավ հաստա,
Էս ինչ արժի 20 եվրո էլի շագանակագույն տաբատի հետ անցնենք առաջ ես պայսակներն են սիրուն հապուկ երեք հաճախորդը հարցնում էր ես սապոկները որտեղ են ասեցի հանդերսյանի դիմացն եմ, բայց փաստորեն ես ելքի մոտ է հիմա մեր խանութում եմ արդեն իջնեմ տղամարդկանց բաժնում նայեմ ինչ նորություն կա, ինչ տակ բան կա, շուտին հարմար ինչ կա հետ ամեն բան չի հագնում շատ բան տանում եմ նայում չի հավանում նորից պետք է ետ բերեմ բայց իջնեմ մի 5 րոպե ժամանակ ունեմ տեսեմ ինչ կհասցնեմ նայեմ Այս նոր տարվա բարձերը սիրուն են, չէ՞։ Այս էլ ծածկոց է, բայց տարբեր ձևի կա։ Հիմա այստեղ ես են դրել ցուցադրում։ Տակ վերնաշապի կա։ Շարֆ դե չի գցում։ Ասում եմ շատ եմ սիրում շարֆը, շուտ չես ուզում դու էլ գցես, ասում եմ, չէ։ Այս բաճկոնը գնանք ես կողմը բաճկոն չէ, պետք չի իրան ունի ինքան սիրում գույնն է, չգիտեմ այդպես ոնց է երևում հիմա էկրանից են կողմ այս հուդիները նայեմ ինչ հարմար հուդիներ կան ոնց են մի անգամ լանը այն մեկը որ տեսել էի չառա տղայիս համար այսինքն ոչ թե չառա կասայի մոտ տեսա մինչև գնացի վերջացել էր Hallo Samer Hoe is het met jou? Goed, met jou? Goed, lang geleden hè? Ja, lang geleden. Doe je altijd nachtjesje? Ja, maar tot 6:30 Ik begin 1 uur eerder, ja Տեսոք իցը En je? Begin je om 6 uur? Ja Այս կանաչները մի քիչ ոնց որ արդեն ցանցրալի լինեն Բաներն են սրանցից առել եմ արդեն Այս սվիտերներն են ինձ դուր են գալիս, բայց իրան չէ, շատ սիրուն են սրանք 20 եվրո արժի, ցեպով էսպես Սիրուն են, ասեք մի հատ ձեզ էլ ցույց տամ, ինքան հավես տակ է Այսպես ու ցեպով վերևը Բայց չէ, իմ երիտասարդը Էլ տղամարդկանց նոր տարվա սվիտերներն են Ասեմ, որ սրանք Այդ շուտ ծնունդն ասկում է ու զեղչում են, ինչ-որ մնում է Նայնպես, որ կարելի է չշտապել Մենք ունենք չնայած առել եմ ամեն անգամ առնում եմ Այս այստեղ էլ Այս փափուկ բաները Ինչքան սիրունով կասի պիժամա Տան հագնելու է այդպես Շատ սիրուն է Այստեղ ես առանց մատի ձեռնոցներն են Սիրուն գլխարկները Սրանք էլ Շքան նորություն ունենք Հիմա արդեն 15 րոպե մնում
բարձրանում եմ արդեն վերև, հազիվ էլ հասցնեմ, պատրաստվեմ, մի հատ էլ շունչ քաշեմ։ Կամաց եմ խոսում, որովհետև արդեն այնտեղ մեր մենեջերները նստած են։ Հելոյինին ենք պատրաստվում։ Զարդարում են այստեղ լեկիսատա։ Ամսի 31-ին Հելոյինա։ Պաուզայի ժամն է, արագ ուտում եմ, որ գնամ։ Գործից հետո եմ արդեն նկարում, սիրելիներս, միացա, որ հրաժեշտ տամ, լավ հոգնել եմ, անձրևա։ Շատ սուրճի կամ ես եմ շոկած, այնքան հաճելի է դուրսը։ Մարդ է շատ, սիրուն լույսերը, խանութները կեսը բաց, կեսը փակ, մարդիկ իրանց համար սրճարաններում նստած կամ ռեստորաններում, շատ մարդ կար խանութում, լիքը գործ կար, ոնց որ ամբողջ շաբաթ եղավ։ Ինչևէ, կարճ վլոգ այսօր կլինի, ներող կլինեք, լավ մնացեք, կհանդիպենք վաղը, հոգնած եմ շատ ժողովուրդ ջան, սպասում եմ, որ հասնեմ կանգար տրամվայի, նստեմ գնամ։ Ինչ, հաջողություն կտեսնենք հաջորդ վլոգում, լավ մնացեք։